Բարի օր, այսօր իմ հյուրն է Մարետ Թումյանցը, բուժքույր առաջին մասնագիտացումը ստացել եք Թեհրանում։ Հետո արդեն մագիստրոսի աստիճան եք ձեռք բերել առողջապահության կառավարման ոլորտում։ Այնուհետև երկար տարիներ բուժքույրությամբ եք զբաղվել, ինչպես նաև բուժքույրություն եք դասավանդել Թեհրանի պետական համալսարաններում, բուժքույրության կառավարում եւ առաջնորդում։ 16 տարի շարունակ Թեհրանում եղել եք պոլիկլինիկայի տնօրեն, հետո արդեն ներկայումս, երբ որ եկել եք Հայաստան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում զբաղեցնում եք էսպայրությամբ որակի ապահովման պատասխանատուի պաշտոնը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քոլեջում դասավանդում եք առաջնորդում եւ կառավարում։ Շատ է, Մարետ։ Ես Շնորհակալ եմ, որ հյուր եք եկել ինձ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերի համար, որ ինձ հրավերակ եւ հիմա ես այստեղ գտնվում եմ ձեզ մոտ։ Մարետ, մենք հնարավորություն ունեցանք մինչև այսօրվա հարցազրույցը շփվել իրար հետ մի քանի անգամ, նաև ձեզ տեսել եմ մի շարք առողջապահության ոլորտի կազմակերպմանը առնչվող միջոցառումներին ու ձեր հարցադրումները եւ մեր շփումից էլի տպավորությունը այնպիսին էր, որ դուք անընդհատ սովորելու, անընդհատ կատարելագործվելու, նորը ձեռք բերելու մեծ ցանկություն ունեք։ Այնուամենայնիվ, վատ իմաստով չեմ ասում։ Հենց բժշկի մասնագիտության տեղը նախընտրել եք բուժքույրություն, ինչը իմ համար ձեզ ճանաչելով շատ բնական է, բայց մեզ նայող մարդկանց մոտ կարող է հարց առաջացնի։ Այսպիսի պոտենցիալ ունեցող կինը ինչն էր պատճառը, որ երբ որ ընտրության պահը եկել էր, ընտրեց բուժքույրությունը ոչ թե հենց բժշկի մասնագիտությունը։ Նախ ես ձեզ ասեմ, որ ես մանկությունից սիրել եմ օգնել մարդկանց։ Ու դա հեռու չի, ինչի համար, որովհետև իմ մայրիկս եւ հայրիկս իրենք ազգային մարմիններում են եղել ու տանը միշտ խոսվեր, որ մենք պետք է, եթե կարող եք որևէ մեկին օգնենք, կամ բարոյապես, կամ նյութապես, մենք պետք է չխնայենք մեր այդ բարությունը։ Ու մեր ընտանիքում իրավացի եք, որովհետև մեր պապայիս կողմը թե մամայիս կողմը ընկերները շատը բժիշկ են եւ դեղագործ եւ իհարկե ունեցել ենք ծանոթներ, որ իրենք բուժքույր եղել են։ Բայց կարող է պատահի մի հատ էլ այդ դրդապատճառներից մեկը դա էր, երեխա էինք ու բնականաբար ծնողները նվերներ են գնում երեխաներին ուրախացնելու համար։ Ես կարելի ասել, չգիտեմ, 5-6 տարեկան էի, որ հայրիկս ինձ ուրեմն մի նվեր բերեց։ Այդ նվերը, որ ես փաթեթը բացեցի, հիասմունքով, զարմանալով տեսա, որ բուժքույրության հագուստ, գլխարկ եւ ստեթոսկոպը կա։ Այդ ժամանակ ինչքան էիք? Այդ ժամանակ 5 տարեկան, 6 տարեկան, այո։ Ու կարելի ասել 5 տարեկան, որտեղ դեռ հələ դպրոց չէի գնացել։ Ու հետո անմիջապես հագամ մեծ մամիս, տատիկիս, պապիս, մամիս ուզում եմ ձեզ քննեմ։ Սկսա խաղալ։ Ու այդպես քիչ-քիչ զարգացավ, ճիշտ կարծես թե մանկությունից մեկ շարժիչ ուժ իմ մեջ զարթնացավ։ Ու չեք կարող պատկերացնել, որ այդ օրվանից ես երբևիցե չեմ մտածել, որ ուրեմն պետք է ես իհարկե մտածում եմ բժշկական ասպարեզում լինեմ։ Մի քիչ որ ավելի մեծացամ, ավելի ընթերցամ եւ միջավայրս նկատամ տեսամ, որ ինչքան բուժքույրերը հոգատար են հանդեպ հիվանդներին, կամ որոշվամ, որ բժիշկ կամ բուժքույր, մտածամ չէ, կարծես բուժքույրը ավելի շատ ինձ հոգեհարազատ է, ինչի համար, որտեղ բժիշկները վերջապես
ախտորոշում են, բուժումը կայացնում են, բայց դա բուժքույրն է, որ անելիք շատ ունի պացիենտի հետ կախված։ Այդ առումով ես արդեն ընտրամ բուժքույրության ճյուղը ու մինչև այսօրս չեմ փոշմանել եւ իրապես ես բուժքույրության ճյուղը սիրում եմ։ Եվ դա ձեզնից զգացվում է միանշանակ։ Բայց վստահ եմ, որ ձեր աշխատանքի ընթացքում այ դուք նաև ռեանիմացիաներում եք աշխատել, ինչքանով ես տեղյակ եմ Թեհրանում, այսինքն ծանր հիվանդների հետ։ Վստահ եմ, որ երբեմն եղել են իրավիճակներ, որ նույն բժշկի կողմից կայացրած որոշման հետ դուք միգուցե ձեր սրտի խորքում այդքան էլ համամիտ չեք եղել, որտեվ այդ պահին ավելի շատ եք կարդացել, ավելի շատ եք ձեր վրա աշխատել ու հիվանդի մոտ նկատել եք այն, ինչ որ այդ պահին բժիշկը կարող է պատահի մի քիչ ուշ նկատել կամ չնկատել ընդհանրապես, այդ պահերին ներքին sense կոնֆլիկտ չեք ունեցել ինքներդ ձեզ հետ, որ ես իմ գիտելիքով հիմա կարող եմ, ես գիտեմ, որ սա է ճիշտ բանը, բայց ես ինձ պիտի մի քայլ հետ պահեմ, որտեղ բժիշկը պիտի այդ որոշումը կայացնի։ Եղել են նման իրավիճակներ։ Ճիշտ ասած, ես հիշում եմ մի տարի նոր էի ավարտել, առաջի տարին էր, որ ավարտել էի ու Թեհրանում գոյություն ունի ճիշտ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նման պետական հիվանդանոց, որ նախկինում Փահլավի էր եւ հիմա Էմամ Խոմեյնի է։ Ու մի օր ես գնացել էի, ցավոք սրտի այն ժամանակ բացակայությունները բուժքույրերի շատ էր, բացակայում էին հերթապահությունից։ Ու ինձ սուպերվայզերը ուղարկավ, ասավ դու գնա այդ բաժինը, որ ներքին բաժին էր, այսինքն թերապիայի բաժին էր, գնա այնտեղ դու կառավարիր եւ տես ինչպես է դրությունը։ Ուրեմն գիշերապահ էի ես, բնականաբար ճաշից հետո հերթափոխը չկար եւ ես գնացել եմ այդտեղ բժիշկը հենց այսպես գնում էր գալիս էր, բայց շատ զարմանալի մի հիվանդի հանդիպամ, տարիքավոր էր, գյուղացի եւ տեսա ազգության պարսիկ։ Այո, պարսիկ են եղել, իմ շատ հիվանդներս պարսիկ են եղել, ես միաժամանակ իհարկե սեփական հիվանդանոցում էլ աշխատել եմ, բայց այդ հիվանդանոցը չքավոր եւ իսկապես կարիք ունեցող մարդիկ են եղել, հիվանդներ են եղել։ Ու ես նկատում տեսամ, որ իր ախտորոշումը այնը, որ ես կարդացել եմ համասարանի ընթացքում։ Եվ ուրեմն հետա տալիս եւ ցենց բան, ցենց ոչ նորմալ հետալ փորը ուռած բան, մեր խոսքով։ Եկավ մի շարք assessment կամ հետազոտություն արամ իրան, ոչ ոք էլ չկար։ Այդ առանց խորհրդակցելու բժշկի հետ։ Առանց որևէ մի բան։ Այդ պահին ճիշտ գտա։ Այո, ես ճիշտ գտամ, որ պետք է առաջ ես մի շարք որտեղ տեղեկություն չունեմ, չեմ իմանում ինչա կատարվել, որովհետև առաջի 2 տարին ես գիշերապահ եմ ու ինձ որպես վոլոնտիր էին, ոչ թե վոլոնտիր կամավոր, որ գումար չստանամ, ոչ, վոլոնտիր, որ եթե որևէ մի բաժին բուժքույրը չի գալիս, ես գնամ եւ այդտեղ դերակատարությունս ունենամ։ Ուրեմն անմիջապես կողմնորոշվամ բուժման բան ամեն ինչը նայա ու էլ չսպասամ, որ հիմա թերապիայի բժշկի հետ միջև անգամ խորհրդակցեմ, զգացի, որ եսի վիրաբուժական խնդիր ունի եւ այնը, որ ես սովորել եմ, մի քիչ կարծես համընկնում է իր հետ, բայց ես վերջապես բժիշկ չեմ, ես իրավունքը չունեմ վիրաբուժություն անելու կամ որևէ մի որոշում կայացնել, բայց այդ իրավունքը ունեմ որոշում կայացրամ ու անմիջապես զանգամ բժշկի։ Ու բժիշկը ինձ ասավ, որ դու վստահ ես, դե գիշերա ժամի կարելի ասել 8:30-9-ի մոտ ու դու վստահ ես, որ նման մի ախտորոշում ես ասում, ասամ կարծում եմ 80%-ը ես կարծում եմ, որ ես իրավացի եմ։ Ու բժիշկը եկավ, ասավ շշմեր էր եւ ասավ անմիջապես հիվանդին պետք է փոխադրել։ Այսինքն ինքը համաձայնել ձեր։ Այո, եկավ ասավ, մի հատ այդ ժամանակ ձեր տարիքը կհիշեցնեք, ինչքան։
Ես կարելի ասել 22 տարեկան։ 22 տարեկանում։ Այո, 22 տարեկան Ապշեց ձեր բժիշկը։ Հիմա գիտեք իմ զգացմունքս ինչ էր այդ պահին, որ բժիշկը հաստատա, որ ես ճիշտ եմ։ Նախ առաջինը երիտասարդ էի, բայց վստահ իմ գիտելիքներիս վրա փորձառություն չունեի, գիտելիքներ ունեի, բայց այն, որ դասավանդել էին ժամանակի մեր պրոֆեսորները, ինձ շատ օգնեց։ Ու այդ ժամանակ ոչ թե միայն մտածա ես լավ արդեն ես ախտորոշումը տվել եմ, ես շատ ուրախ էի, որ այդ ազնվորության, այդ տարիքավոր պացիենտիս կյանքը փրկամ, որովհետև emergency case-էր, ուրժանս էր ու նման դեպքերում պարտադիր արագ պետք է վիրահատվի հիվանդը ու կարելի է ասել ես կյանք փրկամ եւ 22 տարեկանում ու դա իմ հիշողությունից չի հեռանում միշտ իմ մոտս իհարկե հետո գնացի իրան հանդիպամ տեսա շնորհակալություն հայտնավ այդքան հետաքրքիր պատմություններ 22 տարեկանում այսինքն այնպես է ստացվել որ երիտասարդ աղջիկ ամբողջովին տրվել է իր աշխատանքին անգամ մաս չպահելով իր անձնականի համար այսպես ասած ինչպես եղավ երբ հանդիպեցիք ձեր ամուսնուն այդ ձեր զբաղվածության մեջ փոխեց ընտանիքը ձեր կյանքում ինչ որ բան չփոխեց Ես տեղյակ եմ, որ դուք երկու լավ տղաներ ունեք, որից մեկը, եթե չեմ սխալվում, բժիշկ է, Նյու Յորքում է աշխատում։ Մի քիչ կպատմեք ձեր ընտանիքի մասին մեզ։ Ուրեմն նախ ես ձեզ ասեմ, որ ճիշտ է, ես գիտական առումով եւ իմ մասնագիտության առումով իսկապես նվիրված եմ եղել որպես բուժքույր բայց դա էլի որովհետև իմ բնազդս սիրում եմ մարդկանց հետ շփվեմ, հասարակության հետ շփվեմ, ուրեմն Թեհրանում գոյություն ունի տարբեր միություններ, ես իմ ակտիվ ներկայությունս եմ ունեցել, մասնակցությունս եմ ունեցել հայ համալսարանականների ընդհանուր միության, հենց սկզբից ուսանող ժամանակվանից մինչև տարիներ, մինչև որ ամուսնացա, մինչև որ երեխաներ ունեցա եւ այնտեղ գոյություն ուներ տարբեր հանձնախումբեր, բժշկական հանձնախումբ, որ բժշկական հանձնախումբի դիվանի մեջ եմ ես ընտրվել, գրական հանձնախումբ եւ ընդհանրապես ես ունեցել եմ իմ աշխուժ մասնակցությունս այնտեղում։ Իրոք օղքին դաշնամուր եմ նվագել, մարզանք եմ սիրացել Եվ կարելի է ես ձեզ ասեմ, որ օրվա 24 ժամը ինձ համար քիչ էր, որովհետև անverջ ես մի բան ունեի սովորելու քիչ ձեր համար 24 ժամը։ Իրապես որ քիչ է։ Ու հետո ինչպես ստացվեց ամուսնուս հետ, մեր ընտանիքում շատ հայտնի ակնաբույժ դոկտոր Անուշ Սիմելոֆյանն էր, որ իր մաման ու պապան իմ ընտանիքիս հետ շատ մտերիմ ու ծանոթ էին։ Ուրեմն իր պապայի տոնն էր այդ օրը։ Մի խոսքով գնացինք հրավիրվել ենք լիքը հյուրեր կային, բավականի հյուրեր ունեին ու այնտեղ որովհետև իմանում էին, որ ես էլ ամուսնուս չեմ ճանաչում։ Գնացել ենք այնտեղ։ Ինձ ասացին, որ լավ, հիմա դե հայկական սեղան, հայկական ավանդույթը մենք պահպանում ենք միշտ ընթրիկի ժամանակ, կենաց ենք խմում ու արտասանում, երգում, պարում եւ այլն։ Ինձ ասացին, որ դու արտասանիր, մառետան արտասանիր։ Ես չէի մերժում երբեք նման բանում, ուրեմն Հովանես Շիրազի արտասանությունը ես բանաստեղծություններից ես արտասանամ, ուրեմն այդ որ արտասանամ բոլորը ծափահարություն, բան, վերջապես անցավ, հետո ամուսինը նստած էր սա։ Ամուսինս նստած էր, այն ժամանակ ես մեքենա չունեի ու ուզում ենք վերադառնանք տուն, ամուսինուս ու իր մայրիկն ու հայրիկը ասան, որ մենք ձեզ կհասցնենք։ Շատ լավ մեզ հասցրեք ու անցավ 2 ամիս։ Բարև ծանոթացանք այդքան բան։ 2 ամիս, ուրեմն այդ 2 ամսվա ընթացքը ես շատ խիստ
ակտիվ մասնակցություն ունեմ թե հիվանդանոցներում, թե համասարանական միությունում, Շիրազի հայոց դանթեականը փորձում ենք, որ մեծ միջոցառում է, որ պետք է տարբեր միություններում մենք մասնակցենք եւ արտասանենք։ Ուրեմն մի ազնվորություն զանգում է, որ բնականաբար ամուսինս է, մեր տունը, ես երբեք տունը չէի։ Մամաս ասում է, որ Ռուբիկ Արոնով մեկն է զանգել, ասում հա գիտեմ Ռուբիկն է, վստահ ես ասել եմ, որ այդ բան ձեթերի արժեքը ինձ ասի, որ տեսենք որ մեկը որ հարմար է, մենք էդի պետք է ընկնենք ու բան։ Ու մի օր, երկու օր, հիմա ես այդ Ռուբիկին էլ չեմ հանդիպել, այսինքն մեր երկու ամիս առաջ ինչ որ մեկը տունա Մամաս ասավ Մարիա, տեսի Ռուբիկի խնդիր չի, այդ մեծ Ռուբիկը, մի հատ խոսի տեսես մարդը նորից զանգերա։ Այսինքն ձեթի Ռուբիկը չի։ Ու հետո զանգամ հա ես Ռուբիկն եմ, հիմա ես ինչ գիտեմ, լավ, հա, իմիջիալոց մի բան ձեզ ասեմ, իմ աշխատանքիս հետ կապված այնքան անծանոթներ զանգում էին մեր տանը, խորհուրդ էին ուզում եւ ես մի բան էլ ձեզ ասեմ, ես եթե ասեմ ոչ Չէ, այսինքն իսկապես ես չեմ կարող կատարեմ ձեր խնդրանքը։ Եթե կարող եմ կատարեմ, պետք է ինձ որա կատարեմ։ Ուրեմն զանգում էին անծանոթ մարդիկ, բան, ծանոթի միջոցով եւ այլն, եւ ես որովհետեւ այն ծանոթություն ունեի թե սեփական հիվանդանոցում, թե պետական, իմ լրիվ ես շատ օգտավետ եմ եղել մեր համայնքի։ Ու հայ համայնքի, այո։ Իհարկե կապ չուներ, լինում էր դեպքեր, որ պարսիկներն էլ որ ծանոթ են կամ հիմա ծանոթության միջոցով հարևաններ եւ այլն կարիքին ունենում, ամենայն սիրով ես կատարում եմ։ Ես տարբերություն չէի դնում, որ հայ կամ պարսիկ մարդը կարիք ունի օգնության, ես պետք է օգնեմ իրան, որտեղ մենք երթվեր ենք։ Գոյություն ունի բժշկական եւ բժշկույրական էթիկա, որ պետք է հավասար քնանքը կատարես ու օգնես։ Մի խոսքով, վերջապես զանգա, որ հա ես այս եմ, որ դոկտոր Անուշ Սիմելոֆյանի մամայի տանը քեզ հանդիպել, նոր հիշացեմ, հա լավ, հիմա ես էլ կարծում եմ վստահ խնդիր ունի հիվանդության, ասեմ լավ ինչպես կարող եմ ձեզ օգնել, ինչ պատճառով դժվար զանգել։ Պարտադիր պիտի խնդիր ունեն, կարող խնդիր ունենա։ Ինչի մարդ 22 տարեկան, երիտասարդ, տաշկուժակցի։ Իհարկե մենք շատ լավ խումբ ենք ունեցել տղա աղջիկ, բայց չեք կարող պատկերացնել մեր խումբը, որ բոլորն էլ համալսարան ավարտեին, դե տարիներ իրար հետ մտերին, ճիշտ ընկերոջ նման։ Մեր խոսքով, ուրեմն դուրսում իրար հանդիպենք։ Ասամ ես դուրսի աղջիկ չեմ։ Այո։ Եվ եթե ուզում ես ինձ հանդիպես, ես տուն ունեմ, տեղ ունեմ, կարող ես կասել։ Մի անգամից լրջացել Եվ զարմանալի է, ինչպես ես այդ ընդունամ, այսինքն ասում եմ պատահած ժամանակ բախտը որ գալիս է կամ Այո։ Պենց հիմա մեր խոսքով Որտեղանից հիմա դուք պատկերացրեք եկել է, ես այդ օրը իր հետ պայմանավորվել եմ եւ մենակ այդ օրն է որ ես պայմանավորվել եմ իր հետ, այդ օրը ես փորձ ունեմ համասարանական միությունում։ Ինքը եկել է, մեր փորձը չի վերջանում։ Մամաս, քույրիկս ուրեմն իրեն ընդունել են։ Ամուսինս ասում մեկ իշ եթե ուշացել էի, արդեն ես գնացել էի, ասում դե լավ բախտը բերերեմ որ ժամանակին հասել եմ։ Մեր խոսքով այդպես Այսօրվանից ընտանիք կազմա։ Ու մենք որ հա մեկ ամիս անցեր էր, որ մեկ ամսվա ընթացքում արդեն մի օր ինձ պահավ ծաղկեվաճառի մոտ, շատ հայտնի մատ Բահրամի ծաղկեվաճառ գոյություն ունի Թեհրանում, ուրեմն հսկայական ռոզ ծաղիկներ, գներա բերերա, ես մեր մի ամսվա ծանոթության արդիվա, որ ես քեզ բերել եմ, շատ նուրբ զգացմունքներ ունի միջալոցի ամուսինս, ու այդտեղ խոսքը բացավ, որ իմ տեսակետս այդպես չի, որ մենակ շփվենք, ես ուզում եմ քեզ հետ ամուսնանալ, բան, ես ասամ, նա ես լրիվ զբաղված, ոչ մի խնդիր չկա, դու քո աշխատանքդ կունենաս, դու եթե ուզում ես աշխատես, դու քո հասարակական կյանքդ կունենաս եւ այլն։ Իմիջայլոց, իմ ամուսինս խոսքի տերն արել։ Այո, Այսինքն մինչ օրս ինքը ձեր զբաղվածության, ձեր հագեցած կյանքի հետ համահունչ լուրջ ձեր կողքով գալիս է։ Ու հետո որ մենք ամուսնացանք,
6 ամիս չտևա, որ մենք ամուսնացանք։ Ու զուգահեռ ես ընդունվա մագիստրատուրայի աստիճանը, իմիջիայլոց դա էլ ասեմ, որ շատ դժվար քննություն էր Թեհրանում, թե գիտական գրավոր, թե հարցազրույց գիտական եւ թե Առողջապահության կառավարման հետ կապված, այո, առողջապահության կառավարման հետ կապված եւ արի տեղեկություն իմացեք, ես իմ ուսումս լրիվ անվճար եմ սովորել, թե բակալավրի աստիճանի եւ թե scholarship կար, հա, կրթաթոշակներ։ Չէ, ընդհանուր առմամբ օրենքը դա էր շահի ժամանակ եւ դեռ նոր էր հեղափոխությունը իհարկե էր, դեռ շարունակվում էր, որ կրթությունը պետական համասարան փոխվողների համար անվճար։ Ու ես թե բակալավրի աստիճանին եւ թե մագիստրատուրայի աստիճանը ես անվճար եմ սովորել պետական համասարանում։ Ուրեմն ամուսնացամ եւ մեծ տղայիս սովորեմ, մեծ տղայիս հղիացամ եւ զուգահեռ սովորում եմ, հղի եմ եւ այդտեղից էլ սերը երևի մեծ տղայի մոտ փոխության, այո, եւ հիմա ես ձեզ մի բան էլ ասեմ, ընդհանրապես թունյանցները, մենք յուրահատուկ է մեր ազգանունը, թունյանցները, չգիտեմ ժենա, չգիտեմ ձգտումը ինչպես է բժշկական ասպարեզում, որ թե իմ քույրս մանկաբարձուհի է մագիստրատուրայի աստիճանի, որ ինքը իմիջիայլոց ինքն էլ Շահիդ Բեհեշտի համալսարանի լավագույն առաջին աշակերտը ընտրվավ եւ ամբողջ Պարսկաստանում մի քանի տարի առաջ ինքը որպես լավագույն մանկաբարձուհի մագիստրատուրայի աստիճանի ընտրվավ ու առողջապահության նախարարի կողմից գնահատագիր ստացավ։ Ուրեմն, հա, չգիտեմ, այդ գենը ինչա որ, ինչպես ասած, հետաքրքիր է ստացվում է, որ եւ ակտիվ հասարակական կյանքով եք ապրել եւ ելի ակտիվ կերպով ձեր աշխատանքն եք արել, միևնույն ժամանակ հայանպաստ գործերի եք անընդհատ մասնակցել, այնուամենայնիվ այդ հայրենիքի կարոտը այդքանով չէիք բավարարվում, հա։ Ձեզ ինչը ստիպեց, որ այնտեղ էլ էիք հայերի հետ աշխատում, այս 16 տարի, որ պարեկլինիկայի տնօրեն եք եղել, էլի հայերեն չէ եղել, ինչքանով տեղյակ եմ, այսինքն հայ համայնքի եք էլի սպասարկել։ Դուք էլի հայերի մեջ եք եղել։ Ինչը ստիպեց, որ որոշեցիք գաք Հայաստան։ Այնտեղ հաջողակ էիք, տնօրեն էիք, ունեիք մեծ շրջապատ, ունեիք ընտանիք, ունեիք ձեր տունը, ձեր բոլոր հարազատներն էին այնտեղ, մեկ էլ այսպես կտրուկ քայլ։ Ես գնում եմ ապրեմ Հայաստանում։ Որ թվերն էր, Մարետ։ Ուրեմն 2019-ի ավարտը արդեն ես որոշեցի, որ տեղափոխվեմ։ Ինչն էր, այս ինչն էր, ինչից հետո եղավ։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, դա էսպես չի եղել։ Okay. Որովհետև մենք միշտ ձգտեր ենք, որ եթե օրերից մի օր ես պետք է, իհարկե ես ձեզ մի բան ասեմ, ես Իրանը շատ եմ սիրում, այնտեղ կրթվեր եմ, ժողովուրդը շատ լավն են, օգնող են, եւ այդպես չի որ դեր մի արա հանգարց հիասթափված լինեմ ես Իրանից որ կամ հայրենիք։ Ես համարում եմ երկուսն էլ իմ հայրենիքսա, որտեղ ես այնտեղ ծնվել եմ, բայց հիմա ձեզ մի բան ասեմ, հայրենիքի կարոտը, հայեցի դասյարակությունը, հայեցի արժեքները այնպես էր մեր մեջ, մեր ընտանիքում արմատացած, որ նախ ես ձեզ ասեմ երեխեքս, որ ծնվան եւ փոքր մեծիս կնքամ ու փոքրիս ուխտել էի, որ ես պետք է անպայման Հայաստանում փոքր տղայիս կնքեմ։ Ու երբ եկանք մենք Հայաստան, գնացինք տարբեր տեսարժան վայրերը, այդ տեսարժան վայրերից մեկը Գեղարդն էր։ Այնտեղ մի հատ ծառ կար, որ ես անձեռնոցիկը կապամ ու ինձ ասեցին, որ ինչ երազանք ունես, քեզ համար ասա, որ այդ կկատարվի։ Ու իրապես իմ երազանքս կատարվեց։ Իմ երազանքս դա էր, Աստված ջան, խնդրում եմ, մի օր ամեն տարի ես կարողանամ բախտը այնպես վիճակվի, որ կարողանամ գամ
Հայաստան եւ այնպես լինի, եթե օրերից մի օր որոշում եմ որևէ մետեղ գնամ, ես իմ բունս պետք է Հայաստանում ունենամ։ Միշտ մեր նախնիները ասում էին, որ օտար երկիր ինչքան է լավ է, ճիշտ կարծես թե դու քո տունը կառուցում ես ավազի վրա։ 97 թվին, որ մենք եկանք Հայաստան, Երևան, չեմ կարող ասեմ ինչ զգացողություն էր, որ ոտը տնում ես քո հայրենի հողից։ Ինչ եք զգում այդ ժամանակ։ Էսի մնա։ Ես անելիք ունեմ, ես պետք է մի բան անեմ։ Ու հատ կարևոր կետերից մեկն էլ դա էր, որ 97 թվին ինձ համար շատ զարմանալի էր հերոստացույցը, որ բացում էինք, նայում էինք, առողջապահության որևէ լոզունգ ես չեմ տեսնում դրական ոչինչ, չուբուխի պրոպագանդան էր, չուբուխ ծխախոտի պրոպագանդան էր, որ դա ինձ շատ էր հուզում, որ վերջապես Հայաստանում 97 թիվն էր, բայց պետք է մի բան լինի, պետք է մի հեղաշրջում լինի առողջապահության ոլորտում, որ եւ նայում եմ բոլորը ցավոք սրտի հենց հիմա էլ են, բայց շատ քիչացե, ավելի քիչացե ու այդ կանոնը, որ դրեր են շատ դրական կանոն, որ հասարակության մեջ, չգիտեմ, ռեստորաններում եւ այլն չպիտի ծխես։ Նրանից հետո 2002 թիվն էր, որ բախտը ինձ վիճակվեց ու ես ընդունվամ մի փոքր կարճ ուսուցում, կրթություն, էլի լիդերության եւ մենեջմենթի հետ կապված, որ ամերիկյան համալսարանումն էր։ Ընդ ծանոթացամ պրոֆեսորների հետ, որ այդ պրոֆեսորներից մեկը դոկտոր Միհրան Նազարեթյանն էր, որ պատիվն եմ ունեցել իր հետ միասին, ինքը շատ լավ պրոֆեսոր է ու շատ լավ դասավանդա մենեջմենթը Մեզել է դասավանդել եւ դոկտոր Մուրադ Կիրակոսյան, այո, ու Մուրադի տառիթ ենք ունեցել աշխատելու։ Այո, ու հետո 2004 թիվն էր, որ արդեն ես տնօրեն էի Ավետիսյան բուժարանում ու ինձ առաջարկեցին ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որ մենք քեզ որպես դոկտոր Միհրանը այնտեղ էր աշխատում, դոկտոր Սևակ Ավակյանը այնտեղ էր աշխատում, այսպես իմ կապս ամրացավ որպես իրենց ներկայացուցիչը Թեհրանում ու էլի նորից օգնես մի կաթիլ արյուն հանձնես եւ օգնես այն ազնվորությանը, որ իսկապես կարիք ունի, որտեղ հայկական գենը յուրահատուկ գեն է ու մենք կարող ենք բոլորին օգնենք, բայց մենք մեզի պետք է մենք ինքներս մեզ օգնենք։ Այնպես որ տարիներ մինչև 2019 թիվը ես շատ լավ սերտ կապեր եմ ունեցել իրանց հետ ու ակտիվ իմ ներդրում եմ ունեցել 2009 թվին որպես տարվա դոնոր ես ընտրվամ իրենց կողմից ու գնահատագիր ստացա իրենցից։ Այդքան ես գնահատագիր ունեմ, բայց այդ ոսկրածուծելը ինձ համար յուրահատուկ ու շատ լավ է։ Ու նրանից հետո մենք բնակարան Երևանում գնացինք եւ շատը կարելի է ասել իմ ընտանիքս էր եւ մեծ տղաս եւ փոքր տղաս, որ մամ արդեն դու մանավանդ մեծ տղաս, որտեղ ինքը բժշկական ոլորտում է, իմիջիայլոց մեծ տղիս, որտեղ ուզում էր բժիշկ լիներ, նայել փոքրուց մամ ես ուզում եմ բժիշկ լինեմ եւ մինչեւ հիմա, այսինքն շարունակում։ Բայց այստեղ է, չէ՞ ավարտը, եթե չի։ Ինքը հենց այդ Երևանի պետական։ Այո, ինքը Երևանի պետական համալսարանը Մխիթար Հերացին ավարտավ բժշկությունը ու ինքն էլ որովհետև ընտանիքը շատ դերակատար է այդ կապակցությամբ, որ դու անվերջ ձգտում ես վերել։ Այդ բժշկությունը եւ ամերիկյան համալսարանը մագիստրատուրա public health ավարտավ իմ տղաս, մի քանի հատ հետազոտություններ եւ ասավ դա ինձ չի բավարարում։ Ես ուզում եմ ավելի բարձր
կրթություն ունենամ ու բարեբախտաբար միաժամանակ 4 համալսարան ընդունվավ Ամերիկայում, որ մեկը Կոլումբիա համալսարանն էր, որ էպիդեմիոլոգի PhD ստացել։ Որտեղ դասավանդում է Քիմ Էքիմյանը։ Եվ իր պրոֆեսորը Քիմ Էքիմյանն է եղել։ Այո, ու ինքը շատ ինքը ասում է ես շատ գիտելիքներս ունեմ Քիմ Էքիմյանից։ Քիմը իսկապես յուրախատուկ ազգավորություն է։ Այո, մեկ դուրը եւ մենք իրենք շատ սիրում ենք։ Այո, տեսեք որտեղից որտեղ։ Գենետիկ տեսակետից իմ երկու տղերքս բաժանվան, ուրեմն երկու մասի։ Մեծ տղես իմ մասնագիտությունս, փոքր տղես ամուսնուս մասնագիտությունը, ամուսինս մագիստրատուրայի աստիճանի, ինքը հաշվապահ է եւ հաշվեկնիչ է եղել Պարսկաստանում, Թեհրանում պետական էկոնոմիկայի նախարարության կից պետական հիմնարկ էր, որ այնքան լավ էր ինքը աշխատում, որ էկոնոմիկայի նախարարի կողմից գնահատագիրը ինքը ստացավ։ Ու փոքր տղես էր հիմա հաշվապահը մագիստրատուրայի աստիճանի։ Ու էլի հայրենասեր են։ Դե հայ, ուրեմն մեծ տղես ասավ, որ ես երկու տղա ունեմ, ասացի, որ տեսեք, դե մայր եմ, հայր մայր։ Իմ օջախս ավանդական սովորույթ է, չէ, հայկինը օջախը օջախի պահապանն է, ընտանիքի օջախի պահապանն է։ Ասեմ, իմ օջախս պետք է հայուհի բերես։ Ու մի հատ գեղեցիկ օր զանգա, որ մամ ջան, մտածում եմ, խալիները թռեք, բերում եմ, ուզում եմ ամուս լանամ։ Ով է, հայ, սիրում ես, վերջ, արդեն մենք գալիս ենք, որ այո, ու իր ամուսնությունը հենց Երևանում եղա ու Երևանում ամուսնացավ։ Հա, ու դրանից հետո 2015 թիվն էր, որ բուժքույրերի կոնգրեսն էր եւ ես abstract էի ուղարկել այդ հանձնախումբին, բարեբախտաբար ընդունվեց ու abstract-ից վերնագիրը դա էր, որ բուժքույրերի հզորացումը ավելի լավ արդյունքների կհանգեցնի առողջապահության համակարգը։ Շատ լավ տեղ հասանք։ Այստեղ ուզում եմ ձեզ տալ այս հարցը, որ ես վստահ եմ համակարգում աշխատող յուրաքանչյուր կազմակերպիչ ոլորտի դա զգացել է։ Ինձ թվում է, սա իմ կարծիքն է։ Եթե մենք չհզորացնենք մեր բուժքույրերին, մենք շատ ու շատ բան կկորցնենք, այսինքն հզորացնելով ավելի շատ մեր բուժքույրերին ընդգրկելով ամենօրյա գործառույթների մեջ, հիվանդանոցներում, առաջնային օղակում եւ այլն։ Դրանից մենք միայն շահելու ենք, էֆեկտիվությունն ենք բարձրացնելու, հիվանդները 100%-ով դրանից ավելի արդյունավետ են բուժվելու։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ թերագնահատված է մեր բուժքույրերի պոտենցիալը։ Նրանք շատ ավելի շատ կարող են անել, բայց ինչ-ինչ բաներ նրանց այս պայծրությամբ հետ է պահում։ Չգիտեմ, դա ինչ է, մշակութային պահա, որ պիտի փոխվի, միգուցե կրթական պահա, որ պիտի փոխվի։ Ինչպես կարձագանք եք այս դիտարկմանը։ Միգուցե սխալ եմ նկատել, մենք պատրաստ չենք դրան։ Դուք շատ իրավացի եք։ Բուժքույրությունը ընդհանուր առմամբ ինքնուրույն մասնագիտություն եւ գիտություն է, որի իր հիմքը անհատն է, ընտանիքն է, համայնքն է, համայնքի առողջապահության առումով պահպանումն է եւ բարելավումը, խնամքի բարելավումը։ Բուժքույրերը ընդհանրապես որպես մասնագետ պետք է բացի այդ որ այո բժիշկների նշանակումները կատարեն, մարդուն պետք է նայեն որպես հաշվի առնեն, մարդուն պետք է հաշվի առնեն որպես իրենց ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական եւ հոգեբոր աշխարհը։ Ժամանակակից բուժքույրությունը հիմնված է խիստ գիտելիքների վրա։
ու այդ գիտելիքները ես կարող եմ ձեզ թվարկեմ, ուրեմն նախ համասարանից է գալիս, որ բուժքույրական, ես ասացի մասնագիտություն եւ գիտելիք համասարաններում, ես շատ ուրախ եմ, որ հիմա Հայաստանում ամերիկյան համասարանը վերջապես առաջի քայլը կատարեց եւ բակալարվի աստիճանի մեր բուժքույրերը գնում են, սովորում են ու բարձր գիտելիքներ են ձեռք բերում։ Դա շատ գնահատելի քայլ է։ Եվ ուրեմն համասարանում պետք է սովորեն եւ դասավանդվում է ընդհանուր աշխարհում անատոմի, ֆիզիոլոգի, դեղագիտություն, հոգեբանություն եւ այլն տարբեր առարկաներ բուժքույրերը սովորում են որպես գիտություն ու որպես քննադատական մտածողություն բուժքույրը պետք է հաշվի առնի պացիենտի իրավիճակը ու կարողանա անհատական գնահատական տա, անհատական գնահատական տա, այսինքն ըստ գոյություն ունի բուժքույրական process կամ գործընթաց, որ նախ բուժքույրը պացիենտին assessment է անում, այսինքն հետազոտում է, ախտորոշում է, ըստ այդ ախտորոշումի պլան է կազմում ու ըստ այդ պլանի իրագործում է պլանը ու հետո գնահատում է, որ արդյոք պատասխան է տվել, թե պատասխան չի տվել ու եթե բուժքույրն ճիշտ հետազոտի ըստ այն գիտելիքները, որ ինքը համասարանում նա սովորի եւ գործադրում է պրակտիկայի, թե պրակտիկ բուժքույրությունը մենակ թեորի չի, այսինքն պետք է պրակտիկն էլ իր կողքը լինի, երկուսը իրար հետ միասին զուգահեռ են քայլում ու երբ դու տրամաբանական հիմքերի վրա հիմնված ժամանակակից ուղեցույցների վրա, հետազոտությունների վրա դու խնամքը, որակյալ խնամքը կատարես, այդ ժամանակա, որ մշակույթը կփոխվի, բուժքույրը խոսք ունի ասելու։ Իհարկե, ամբողջ աշխարհում այն բուժքույրերը, որ ակադեմիկ կրթություն ունեն, մասնակցում են հետազոտությունների, ինչի համար են մասնակցում, որ խնամքի որակը բարելավեն ու մասնագիտությունը հզորացնեն։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, գիտություն, մասնագիտություն, այո, շատ ճիշտ է, բայց բուժքույրը ինքը անհատական պետք է համբերություն ունենա։ Բուժքույրը պետք է պացիենտին ակտիվ լսի, պացիենտի խոսքերը հասկանա, պացիենտը, որ մուտք է գործում հիվանդանոց, առաջի դեմքն են, այո։ Առաջի դեմքը բուժքույրերն են եւ պացիենտը պետք է պացիենտի վախը, հարցերը կարողանա ջերմորեն համբերությամբ ըստ պացիենտի հասկացողության, ուրեմն այստեղ իր կողքը գալիս է հաղորդակցման հմտությունները։ Ես հաղորդակցման հմտությունների մեջ չեմ ասի միայն բուժքույրերը, ընդհանուր բուժաշխատողները պարտադիր պետք է իմանան հաղորդակցման հմտությունները, որ ինչպես կարող են պացիենտի հետ լսեն։ Եվ այդ առաջի դերը կատարում է աչքի կոնտակտը եւ ակտիվ լսելը, որ դե մի շարք հմտություններ գոյություն ունի, գործիքներ գոյություն ունի, որ ըստ այդ գործիքների պետք է դու կողմնորոշվես, բայց ինքդ անհատապես բուժքույրությունը սեր է։ Ասած Ավետիս Դոնապետյանը, մեր հայտնի որակի հետ կապված, իր հետ որ խոսացեր են, նախ ինքը ասել է որակի գաղտնիքը սերն է, եւ դու պետք է սիրես քո պացիենտին, դու պետք է սիրես քո մասնագիտությունը, դու պետք է սիրես քո Աստծուն, այսինքն դրանք ամենը իրար կողք, այդ մարդկային մենք հարաբերություն ունենք, հարաբերվում ենք պացիենտի հետ, պացիենտը տարբեր տարիքի, տարբեր ռասայի, տարբեր կրթության, տարբեր մտածողության, մշակույթ եւ այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք պացիենտի հետ շփվելիս։ Այո։ Մարդ, եթե ինչ-որ բանից փորձեինք սկսել այդ նոր մշակույթը մտցնելու համար մեր բուժհաստատություններում, ամենամեծ քայլը կամ ամենակարևորը ինչից կսկսեիք։
Ճիշտ ասած, ես առաջի տարին, որ եկամ Հայաստան, դե բնականաբար առաջի տարի նպատակս աշխատանքի հետ կապված 2020 թվականից լավ միտսա, լավ հիշում եմ, փետրվար 14 2020 թիվ ես արդեն առաջի օրը իմ աշխատանքը սկսամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Ու մի ամիս հետո սկսվա Քեզ նկատեցիք, որ օրնեք սկսել։ Այո, սեր Valentine's Day-ի օրը, այո, Valentine's Day-ի օրը սկսվա իմ աշխատանքը, սիրով սկսվա։ Նախ հիմա ես առիթը պատեհ համարելով ես ուզում եմ իմ սրտանց, իմ խորին շնորհակալությունս հայտնեմ բոլոր մեր բուժկենտրոնի, բուժ աշխատողներին, որ սրտաբաց, գրկաբաց ինձ ընդունեցին, որովհետև նոր որ ես եկել էի, դե մեզ շատ թերմիններ, նորություն եմ, նոր անձ եմ եւ շատ սիրով ինձ ընդունան ու այդ սերը ինձ ավելի շատ պարտականություն ներշնչավ իմ մեջ, որ ես պետք է իմ ավելի աշխուժ դերակատարությունս ունենամ հիվանդանոցում։ Ու տնօրենից խնդրեցի, որ սկսենք արդեն քիչ-քիչ դասընթացները, մասնագիտական դասընթացներ մենք կազմակերպեցինք բուժքույրերի համար։ Լավ հիշում եմ, երկու հատ ես կարևոր դասընթաց առաջարկամ։ Մեկը հաղորդակցման հմտություններ էր բուժքույրերի համար, որ շատ լայնածավալ էր ու շատ լավ արդյունք տվեց ու մյուսը, որ հենց հիմա էլ շեշտը տրվում է, ձեռքերի հիգիենան։ Այո։ Բուժ աշխատողների Արդեն որակովի որ պետք է կարելի ասել մոտ 80%, 70-ից 80% ներհիվանդանոցային վարակները մեր ձեռքով ենք տարածում հիվանդներին եւ ինչու՞ չէ նաեւ մեկ մեզ այնպես որ այդտեղից ես սկսամ արդեն տարբեր թեմաներով, իհարկե մենակ ես չէի, մեր բժիշկներից էլ խնդրեցի, մեր էպիդեմիոլոգից էլ խնդրեցի, բոլորս իրար հետ միասին սկսանք այդ դասընթացները։ Այսինքն կրթելն է առաջ։ Կրթելն, այո, պետք է կրթվես։ Ես ձեզ մի բան ասեմ, ես 2020 թվականից եմ եկել, հիմա 2026 թիվն ենք մենք։ Առաջ խաղացում եմ ես տեսնում մեր բուժքույրերի մեջ։ Ես հիմա դասավանդում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քոլեջում եւ իսկապես մենք շատ լավ բուժքույրեր ունենք եւ կարող ենք շատ լավ պատրաստենք իրենց ապագա միջև անգամ ղեկավարներ։ Իսկ սրան համահունչ աշխատանք բժիշկների հետ չպիտի կատարվի։ Բժիշկները հեշտ կընդունեն Իհարկե դերի փոփոխությունը։ Այո, հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Ուրեմն նոր որ սկսանք արդեն քիչ-քիչ մենք ուզում ենք փոփոխությունը ստեղծենք, մեր փոխտնօրենի հետ խոսեցի, մեր տնօրենի հետ խոսեցին եւ ասամ խնդրում եմ, որովհետեւ բուժքույրերն էլ խոսք ունեն ասելու, այնպես լինի, որ այդ առօրյա ռիպորտը, որ կատարվում է, մանավանդ մենք պիլոտը արեցինք ICU կամ IԽԲ բաժինը, որ շատ լավ մեր բժիշկները եւ մանավանդ կլինիկայի փոխտնօրենը լավ ընդառաջեց ու մենք սկսանք արդեն քիչ-քիչ հաղորդակցման հմտությունները եւ ինչպես պետք է գործընկերները ինչպես պետք է իրար ռիպորտ տան եւ հիվանդի ներկայությամբ բաժանվեց արդեն ռիպորտի ձևը եւ զեկույցի ձևը առաջները մի քիչ բուժքույրերը կաշկանդվում էին մի քիչ ես հանգստացնում էի բարեբախտաբար բժիշկները շատ մեծ դերակատարություն ունեն բաց էին բժիշկները ընդունելու դա այո դե այդ է ուզում ասած լինեմ որ նախապես խոսեցինք նախապես հանդիպումներ ունեցանք ու այդ եզրակացության հանգանք որ մենք պետք է հանգիստ ընդունենք բուժքույրը որ զեկույցը տալիս է կարող է առաջի շրջանները մեկ քիչ դժվար լինի բայց քիչ-քիչ տեղ կընկնի ու հպարտությամբ կարող եմ ասեմ հիմա արդեն տեղա ընկած ու առօրյա արդեն մեր բուժքույրերը շատ լավատեղյակ են
հիվանդների իրավիճակից ու շատ լավ Որ ասում ենք մեր, ի նկատի ունեք Գրիգոր Լուսավորիչ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Ուսամ քիչ-քիչ այդ դրական փորձը նաև կտարածվի մյուս բժշկական կենտրոն։ Այո։ Մարդ մի էսպիսի հարց ունեմ։ Ծնվել եք, մեծացել եք, աշխատել եք ուրիշ երկրում։ Ունեցել եք սպասումներ հայրենիքից։ Հայտնվել եք արդեն այստեղ։ Քանի տարի այստեղ եք փաստորեն մոտ 6 տարի այստեղ եք։ 6 տարին այնպիսի sense ժամանակահատված է, որ ձեզ հստակ հնարավորություն կտա հասկանալ սպասումները Թեհրանից, Ինչերը։ սպասումներ։ Այո։ Ինչ էիք սպասում հայրենիք գալուց։ Ինչպիսին էին մարդկային փոխհարաբերությունները, ինչպիսին պիտի լինեին հայրենիքում։ Այն ինչ որ մտածում էիք, որ հայրենիքա կոչվում։ Ու արդեն այստեղ լինելով 6 տարի ապրելով, ինչ որ բան փոփոխություն զգում եք ձեր սպասումների ու իրական հայրենիքում ապրելու Տեսեք, տեսանկյունից։ Պարզավոր Պարսկաստան կամ հիմա որևէ մի երկիր, հիմա ես ինձ վրա եմ վերցնում, այնտեղ այո, ես ավելի լայն ծանոթություններ ունեի, այնտեղ ես Մարիետ Թումյանցն էի մի հատ հեռախոսով, ինձ դիմող հիվանդների դժվարությունները կատարում էի, այո, եւ կարելի ասել այնպես դժվարություններ մենք չենք ունեցել, մանավանդ ընթացակարգերի հետ կապված, սոփերի հետ կապված եւ այլն։ Պարզավոր ես որ եկամ Հայաստան, գոյություն ուներ մի շարք դժվարություններ, բայց դա ինձ չհիասթափվեցրեց, որովհետև տեսեք, օրինակ, ես իմ ներդրումս եմ ունեցել որպես մասնագետ։ Ամեն մեկ որ մտածի, վայ, Հայաստանը դժվար է ապրելու համար կամ չգիտեմ, մի անգամ հիմա ինձ հետ եթե կոշտ ու կոպիտ են խոսացել, ես էլ հիասթափվեմ Հայաստանից, հայրենիքից կամ մարդկանցից, դա չի ստացվի։ Կյանքը ընդհանրապես փորձությունը եւ դու մարտահրավերների դիմաց ես կանգնած։ Ես կարծում եմ ճիշտ մարդը նա է, որ կարողանա այդ մարտահրավերները դիմակայի եւ իր չափով կարողանա մի փոքր ներդրում ունենա, հիմա ես առողջապահության համակարգում եմ ասում, մի փոքր ներդրումը ես ունենամ մեր գործընկերների հետ միասին կարողանանք ավելի որակը բարելավենք ու շարունակաբար լինի այդ որակը հիմա առայժմ որ ես որակի պատասխանատու եմ մեր հիվանդանոցում։ Մարետ, ես իմ բոլոր հյուրերին վերջում 7 կարճ հարց եմ տալիս ու խնդրում եմ հարցը տամ, դու կարճ պատասխանեք հարց, առանց երկար մտածելու։ Մարետ, լավագույնը անցել է թե արջևում է։ Արջևում է։ Ապրում եք ավելի շատ ձեր համար թե ուրիշների։ Երկուսը, բայց ուրիշների։ Այո, ես գիտեմ, ես անցի պատասխանը գիտեմ ուրիշների։ Կա որևէ բան, որ դեռ չեք փորձել, բայց կուզենայիք։ Ճիշտ ասած, իմ փապակս էր, որ էլի բարձրագույն կրթություն ունենայի, եւ ձգտում եմ դրա։ Էլի կրթվել, կրթվել, այո, այո։ Ձմեռ թե ամառ։ Ամառ։ Սիրտ թե ուղեղ։ Էդի շատ դժվար է պատասխանելը, որովհետև որոշ ժամանակ մանավանդ բուժքույրական էլ առումով սիրտը ուրիշ բան է ասում, ուղեղը ուրիշ բան է ասում։ Ես որոշ ժամանակ տեսնում եք, որ արկախ իմ կամքից հենց ուղեղով եմ ես պարտավոր եմ Փորձեք բուժքույրությունը դնել մի քիչ ենքով մտածեք ինքներդ ձեր համար։ Սիրտ թե ուղեղ։ Սիրտ։ Okay։ Ինչի համար է ձեզ տրված այս կյանքը։ Անverջ նորարարություն։ Անverջ ես հանգիստ կյանք չեմ սիրում, որ նստեմ մի օր կա, որ հանգստանամ անverջ ես նորությունների հետևից եմ եւ սիրում եմ միշտ նորարարություն, իհարկե բարելավել եւ փոփոխություն դեպի լավը ու բարեկեցիկ կյանք ունենանք բոլորս։ Հանդիպեցիք Աստծուն։
Ինչ եք ասելու։ Միգուցե ինչ-որ բան անելու եք։ Աստուն, եթե հանդիպեմ, առաջինը շնորհակալություն կհայտնեմ իրենից, որ առողջ ենք, իմ ընտանիքը հիմա ես ասեմ, առողջ ենք եւ հաջող, բայց դա եսասիրություն է լինում, այսինքն ես կխնդրեմ Աստծուց, եթե Աստծուց հանդիպեմ, որ մեր երկիրը թող խաղաղ լինի, երբեք մեր մայրերի աչքը արցունքը չլինի, կարոտը չլինի, մեր տղերքը, որ գնում են, վարժվում են, զինվոր են լինում, թող վարժվեն, պետք է հայրենիքին, պետք է զինվորներ, բայց թող ուրախ, առողջ վերադառնան ու մի հայրենիք ունենանք, որ սերով լցված լինի, ոչ թե ատելությամբ, մենք իրար սիրենք, մենք իրար օգնենք եւ իրար հաջողությունով ուրախանանք։ Սեր էր այսօրվա մեր հարցազրույցի հիմքում։ Շնորհակալ եմ շատ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ ուրախ եմ, որ ձեզ հետ հանդիպեցի պոզիտիվ էներգիայով եւ մասնագիտությամբ, բարձր մասնագիտությամբ հայ կնոջ հետ։ Շնորհակալություն, Մարիա։